Լինում են դեպքեր, երբ երեխան դժվարանում է կուրծք բռնել, կամ պարզապես ինչ-որ պատճառով հնարավոր չէ կրծքին մոտեցնել, օրինակ մայրիկը բացակայում է։ Բնականաբար այս ընթացքում պետք է շարունակել երեխային կերակրել։ Որպես կանոն մեր մտքով անցնում է շշով կերակրելը, գուցե որովհետև միայն այդ ձևն է ճանաչում, բայց ցավոք շշով կերակրելուց հետո երեխան կարող է հրաժարվել կրծքից, հատկապես եթե դա տեղի է ունենում կյանքի առաջին շաբաթներին։ Հիմա Հայկը մեզ ցույց կտա, թե ինչպես հավեսով ու կուշտ ուտել առանց շշի։ Իդեպ Հայկն արդեն վաղուց կրծքից է ուտում, բայց առաջին շաբաթների ընթացքում խնդիրներ ուներ։ Տեսնենք, թե մայրիկն ինչպես է կերակրել Հայկին։ Նորածինը կաթնուտում է ներարկիչով, մատի օգնությամբ։ Մայրիկը մոտեցնում է իր մատը երեխայի բերանին բարձիկով, փափուկ մասով դեպի վերև, ու սպասում է, մինչև երեխան սկսի ծծել։ Դրանից հետո ներարկիչի բարակ ծայրը նրբորեն մատի կողքով մտցնում է երեխայի բերանի մեջ ու նրա ծծելուն և կուլ տալուն համահունչ կաթը լցնում բերանիկի մեջ։ Այսինքն, երբ երեխան դադարում է ծծելը, մայրիկը դադարեցնում է հոսքը, իսկ երբ վերսկսում է ծծելը, մայրիկը նորից կաթի հոսք է ապահովում։ Այսպես կերակրելիս երեխային տեղավորեք մի փոքր թեք հարթության վրա, այնպես որ գլուխը փորիկից բարձր լինի։ Ներարկիչով մատի օգնությամբ կերակրելուց առաջ եղունգները կտրեք, ձեռքերն էլ մանրամասն օճառով լվացեք։ Այսպես կերակրեք երեխային, եթե նա դժվարանում է կուրծք բռնել, երբ բացակայում եք, կամ եթե նորածինը կրծքից բացի լրացուցիչ կաթի կարիք ունի։ Կերակրման այս ձևը, ի տարբերություն շշով կերակրելու, որևէ կերպ չի վնասում կրծքով կերակրմանը։